12 տարի անց ամուսնալուծությունից հետո Նարինեն պատահաբար հանդիպեց նախկին ամուսնուն։ 12 տարին բոլորի համար տարբեր ժամանակահատված է, ոմանց համար շատ է, ոմանց համար քիչ։ Ես գրեթե չէի հիշում Ռաֆայելին, բաժանումից հետո, վերքերը լավացել էին։ Երբ նա գնում էր, ինձ համար դժվար էր, նոյեմբերյան երեկո էր, խոսում էինք վարձով բնակարանի խոհանոցում։ Նա ասաց, որ իրեն պետք է այլ կյանք, այլ կին, ով կոգեշնչի նրան։ Եվ գնաց, թողնելով ինձ մեքենայի վարկեր և բազմաթիվ անպատասխան հարցեր։ Առաջին տարիներին դժվար էր, շատ էի աշխատում։ Վերցնում էի ցանկացած նախագիծ, հաշիվները վճարելու համար։ Նայում էի նրա լուսանկարներին սոցցանցերում և զայրանում։ Հետո զայրույթը վերածվեց գործողության։ Ես բացեցի իմ ճարտարապետական ստուդիան, վերցնում էի պատվերներ, սովորում, սխալվում։ Ժամանակի ընթացքում բիզնեսը աճեց։ Ես գնեցի առաջին տարածքը գրասենյակի համար, հետո երկրորդը։ Մի պահ հասկացա, որ Ռաֆայելը ինձ համար դարձել է պարզապես անցյալի մաս, ոչ ցավ, ոչ վիրավորանք, պարզապես կենսագրության մի տող։ Անցյալ երեքշաբթի ես իմ բիզնես կենտրոնում էի։ Կես տարի առաջ իմ ընկերությունը հանձնել էր այն շահագործման, վրաս բերս ստվեր էր, մազերս հավաքված, թեյ էի խմում և վարձակալության պայմանագրեր էի դասավորում։ Լսեցի ծանոթ ձայն՝ Ռաֆայել։ Նա ծերացել էր, բայց թանկ կոստյումով էր և ժամացույցով։ Տեսավ ինձ, մոտեցավ սեղանին, առանց հրավերի։ Նարինե՞, չէի սպասում, դու ընդհանրապես չես փոխվել, ամեն ինչ նույն պարզ հագուստներով, դեռ աշխատում ես նախագծերի վրա։ Նա չհարցրեց, թե ինչպես եմ ես, անմիջապես սկսեց պատմել իր մասին։ Բացել է խորհրդատվական գործակալություն։ Երրորդ կինը 15 տարով երիտասարդ է, երեխա է սպասում։ Վարկով վերցրել է նոր Մերսեդես, թռչում է Մալդիվներ, վարձակալում է գրասենյակ, հենց այս շենքում, համայնապատկերային հարկ, 200 քառակուսի, վարձավճարը միլիոն ամսական։ Սա այլ մակարդակ է։ Նարինե, ասաց նա, սա հաջողակ մարդկանց աշխարհ է։ Դու նման գումարներ հավանաբար նույնիսկ երազում չէիր տեսել։ Ես լուռ լսում էի, առանց զայրույթի, առանց վիրավորանքի, պարզապես նայում էի մարդուն, ում պատճառով ժամանակին շատ էի տառապել և ոչինչ չէի զգում, միայն հանգստություն։ Ռաֆայելը իմ լռությունը համարեց ընկճվածություն, կռացավ առաջ և ժպիտով հարցրեց. «Դե ինչ, Նարինե, ափսոսում ես, հասկացար ում կորցրիր»։ Ես լուռ բացեցի պայմանագրերի պանակը, հանեցի մեկ թերթ և շրջեցի դեպի նրան։ Դա հենց այդ 200 քառակուսի համայնապատկերային հարկի վարձակալության պայմանագիրն էր։ Վարձատու սյունակում գրված էր իմ ընկերության անունը, ստորագրություն սյունակում՝ իմը։ Նայեցի նրան և հանգիստ պատասխանեցի. «Չեմ ափսոսում, և այս գրասենյակը դու վարձակալում ես ինձանից»։ Ռաֆայելը լռեց, վերցրեց թերթը, կարդաց, նորից նայեց ինձ։ Ժպիտը անհետացավ։ Նա ոչինչ չասաց, վեր կացավ և գնաց ընդունարանի սեղանի մոտ։ Իսկ ես ավարտեցի թեյը։ Ստորագրեցի մնացած պայմանագրերը և գնացի գործերով։ Անցյալը մնաց անցյալում։ Ռաֆայելը կանգնած էր ընդունարանի մոտ և նայում էր պայմանագրին։ Ադմինիստրատոր Անին քաղաքավարի ժպտում էր. «Այո, սա Արխիլյան ընկերության հետ պայմանագիր է։ Գլխավոր տնօրեն Նարինե Վարդանյան։ Բոլոր փաստաթղթերը կարգին են»։ Նա շրջվեց դեպի ինձ։ Ես չէի նայում նրա կողմը, ստորագրում էի հաջորդ պայմանագրերը։ Ձեռքս չէր դողում։ Արդեն վաղուց չէր դողում։ «Նարինե», կանչեց նա։ Ձայնը դարձել էր ավելի ցածր, առանց նախկին հեգնանքի։ «Կարո՞ղ եմ մեկ րոպե»։ Ես բարձրացրի աչքերս։ Գլխով արեցի դեպի ազատ բազկաթոռը։ «Միայն 2 րոպե, ես 15 րոպեից հանդիպում ունեմ»։ Նա նստեց, դրեց պայմանագիրը սեղանի վրա, մեր միջև, կարծես դա ապացույց լիներ։ «Դու այս շենքի սեփականատե՞ρն ես»։ «Ոչ այս շենքի, այլ բիզնես կենտրոնի։ B և C մասնաշենքերը։ Սա B մասնաշենքն է։ Համայնապատկերային հարկը մերն է, մենք այն նախագծել ենք, կառուցել և վարձակալում ենք»։ Ռաֆայելը ուղղեց ժամացույցը։ Նյարդային շարժում։ Ես հիշում էի այն դեռ այն ժամանակներից,
երբ նա ստում էր աշխատանքի ուշացումների մասին։ Ինչու անմիջապես չասացիր։ Դու չհարցրիր։ Դու պատմում էիր քո մասին։ Նա լռեց, հետո դժվարությամբ ասաց. անսպասելի է, կարծում էի դու… Դե… Կարծում էիր ես դեռ ուրիշների նախագծեր եմ գծում կոպեկներով, և իմ վրայից միշտ բորշի հոտ է գալիս, հանգիստ ավարտեցի ես։ Չէ, արդեն 10 տարի է, ամեն օր բորշ չեմ պատրաստում և չեմ գծում ուրիշների նախագծեր։ Ես ունեմ իմ ստուդիան, Արխիլյան, 42 մարդ աշխատակազմով։ Ռաֆայելը գլխով արեց։ Երևում էր, որ մտքով հաշվարկում է միլիոն ամսական վարձավճարի համար։ Ինքն էլ ասել էր. ուրեմն ես ստանում եմ այդ միլիոնը, նրա մասը։ Լսիր, ասաց նա, եկ գործնական խոսենք։ Գուցե զեղչ անես առաջին ամիսը։ Դժվար է միանգամից այդպիսի վճարումներ։ Ես փակեցի պանակը։ Ռաֆայել, վարձակալության պայմանները բոլորի համար նույնն են, առանց նախկինների համար զեղչերի։ Հակառակ դեպքում վաղը ինձ մոտ հերթ կկանգնի։ Ուզում ես գրասենյակ, ստորագրիր պայմանագիրը, ընդհանուր պայմաններով, չես ուզում։ Կան ազատ տարածքներ, ավելի փոքր, 3-րդ հարկում, 60 քառակուսի, 280,000 ամսական։ Նա խոժոռվեց։ Կարգավիճակ։ Նա խոսում էր կարգավիճակի մասին։ Համայնապատկերային հարկը կարգավիճակ է։ Կմտածեմ, ասաց նա և վեր կացավ։ Կապ կպահենք, Նարինե։ Կապ կպահենք, Ռաֆայել։ Նա գնաց վերելակների մոտ։ Մեջքը ուղիղ էր, ինչպես այն ժամանակ, 12 տարի առաջ, երբ գնում էր կաշվե պայուսակով և արծվի ու տարածության մասին խոսքով, միայն թե հիմա պայուսակ չկար, հեռախոս էր ձեռքին, և նա արագ ինչ-որ բան էր գրում։ Անին մոտեցավ ինձ, նոր փաստաթղթերի կույտով։ Նարինե Վարդանյան, սա C մասնաշենքի մասին է, և ձեզ թարմ սուրճ։ Շնորհակալություն, Անի։ Ես ավարտեցի թեյը։ Ոչ մի հաղթանակ, ոչ մի ես հաղթեցի, պարզապես փաստ։ Մարդը, ով 12 տարի առաջ ասել էր ինձ, որ ես մոխրագույն մուկ եմ, հիմա վարձակալում է գրասենյակ իմ ընկերությունից և կվճարի միլիոն ամսական, կամ չի վճարի, նրա ընտրությունն է։ 1 ժամ անց ես հանդիպում ունեի ԻՏ ընկերության վարձակալի հետ։ Նրանք վերցնում էին 2 հարկ Open Space-ի համար։ Մենք քննարկում էինք հատակագիծը, լույսը, օդափոխությունը։ Ռաֆայելը անցավ բանակցությունների սենյակի կողքով, դանդաղեցրեց քայլը, նայեց ապակու միջով։ Ես գլխով արեցի նրան, ինչպես ցանկացած այլ վարձակալի, քաղաքավարի, առանց զգացմունքների։ Երեկոյան ես նստած էի իմ աշխատասենյակում, 8-րդ հարկում։ Այստեղից երևում էր ամբողջ քաղաքը։ Անձրևը վերջացել էր, ապակու վրա մնացել էին կաթիլներ։ Ես չէի մտածում Ռաֆայելի մասին, մտածում էի վաղվա ինժեներների հետ խորհրդակցության մասին։ Պետք էր լուծել մինուս առաջին հարկի օդափոխության հարցը։ Հեռախոսը զնգաց և հաղորդագրություն անհայտ համարից. Նարինե, սա Ռաֆայելն է, առաջարկում եմ վաղը հանդիպել, խոսել առանց վկաների, կա թեմա։ Ես անմիջապես չպատասխանեցի։ Հեռախոսը դրեցի անձայն ռեժիմի և շարունակեցի կարդալ նախահաշիվը։ Առավոտյան հաղորդագրությունը կրկնվեց։ Եվս մեկը. Ես կարող եմ վճարել, բայց ոչ միլիոն, եկ գտնենք փողզիջում, դու հասկանում ես։ Ես հասկանում էի, որ նրան պետք է համայնապատկերային հարկի կարգավիճակը, բայց միլիոն վճարել պատրաստ չէր։ Հասկանում եմ, որ նրան անհարմար է։ 12 տարի առաջ նա գնաց ասելով, որ ես ոչնչի ընդունակ չեմ, իսկ հիմա նրա կարգավիճակը կախված է իմ ստորագրությունից։ Ես կարճ գրեցի. Ռաֆայել, բոլոր հարցերը վարձակալության վերաբերյալ հաճախորդների հետ աշխատանքի մենեջերին։ Կոնտակները կայքում են։ Անձնական զեղչեր չկան։ Լավ օր։ 5 րոպե անց նա զանգեց։ Ես չպատասխանեցի, մերժեցի և արգելափակեցի համարը։ Գործնական հարց մենեջերի հետ։ Անձնական խոսակցություններ մեր մոտ չկան։ 12 տարի առաջ մենք արդեն ամեն ինչ ասել էինք միմյանց։ Ճաշի ժամանակ իմ աշխատասենյակ մտավ իմ տեղակալ Մարիամը։ Նարինե Վարդանյան, ձեզ մոտ է եկել ձեր նախկինը, Ռաֆայելը, ասում է պայմանագրի շուրջ հրատապ հարցով է։ Ինչ հարց։ Ասում է ուզում է քննարկել համագործակցության պայմանները, առաջարկում է քարտեր,
Նրա խորհրդատվության գովազդը մեր բիզնես կենտրոնում զեղչի դիմաց։ Ես նայեցի Մարիամին։ Նա աշխատում էր ինձ հետ 8 տարի, գիտեր պատմությունը, ընդհանուր գծերով։ Մարիամ, ասա նրան նույնը, ինչ բոլորին։ Մենք ունենք գովազդի գնացուցակ, առանձին վարձակալությունից։ Ուզում է, թող պատվիրի առևտրային առաջարկ։ Չէ, նշանակում է ոչ։ Մարիամը գլխով արեց։ Հասկացա։ Նա մի քիչ համառ է։ Համառությունը բիզնեսում լավ է, բայց կանոնները բոլորի համար նույնն են։ 10 րոպե անց Ռաֆայելը գնաց։ Պահակը ասաց, որ նա երկար կանգնած էր մուտքի մոտ, նայում էր արխիլյան ցուցանակին, հետո նստեց Մերսեդեսը, փակեց դուռը և հեռացավ։ Մեկ շաբաթ նա չէր երևում։ Հետո նամակ ուղարկեց ընկերության փոստին, պաշտոնական, նրա խորհրդատվության ստորագրությամբ և կնիքով։ Խնդրում էր քննարկել բիզնես կենտրոնի ռիզինդիտի համար անհատական վարձակալության պայմանների հնարավորությունը։ Նամակին կցել էր իր գործակալության ներկայացումը։ Ես նամակը փոխանցեցի վարձակալության մենեջերին, նշումով մշակել որպես ստանդարտ հայտ։ Մենեջեր Արամը երիտասարդ տղա, չգիտեր, թե ով է Ռաֆայելը։ Նա զանգեց ինձ. Նարինե Վարդանյան, այստեղ հայտ է, Վիկտոր Կոնսալտ Սպ-ից, խնդրում են համայնապատկերային հարկ, բայց նրանց բյուջեն, դատելով փաստաթղթերից, առավելագույնը 600,000 ամսական է, իսկ մեզ մոտ միլիոն, ինչ պատասխանել։ Պատասխանիր կանոնակարգով, Արամ, առաջարկիր ավելի փոքր հարկ, կամ սպասիր, մինչև բյուջեն աճի։ Հասկացա։ Ռաֆայելը բյուջեն չմեծացրեց։ 2 շաբաթ անց Արամը տեղեկացրեց, որ Վեկտոր Կոնսալտը վարձակալել է 90 քառակուսի գրասենյակ 5-րդ հարկում, առանց համայնապատկերի, 420,000-ով։ Կարգավիճակը այն չէ, բայց վճարել պետք է ավելի քիչ։ Ես երբեմն տեսնում էի նրան, գալիս էր հաճախորդների հետ հանդիպումների, միշտ կոստյումով, միշտ բարձրաձայն խոսում էր հեռախոսով։ Այո, մենք պրեմիում կենտրոնում ենք, համայնապատկերային տեսարան, թեև նրա տեսարանը հարևան մասնաշենքն էր, ոչ թե քաղաքը։ Նա դադարեց մոտենալ ինձ, գլխով էր անում հեռվից։ Ես գլխով էի անում ի պատասխան, ինչպես գլխով ես անում գործընկերոջը։ Մի անգամ նա մնաց ընդունարանի մոտ և հարցրեց Անիին. իսկ Նարինե Վարդանյանը հաճախ է այստեղ լինում։ Ամեն օր, պատասխանեց Անին, նա այստեղ է աշխատում։ Նա լռեց։ Հասկանալի է, այլևս հարցեր չտվեց։ 3 ամիս անց ինձ մոտեցավ նրա երրորդ կինը, 15 տարով երիտասարդ։ Փորը արդեն նկատելի էր, սպասում էր նրան։ Տեսավ ինձ, մոտեցավ. Դուք Նարինեն եք։ Այո, ես Սոնան եմ, Ռաֆայելի կինը, նա շատ է պատմել ձեր մասին։ Ես սպասում էի շարունակությանը։ Երևի պատմել է նախկին մոխրագույն մկան մասին։ Նա ասում էր, որ դուք ամեն ինչ ինքներդ եք կառուցել, զրոյից։ Դա ճիշտ է։ Ճիշտ է, պատասխանեցի ես։ Առաջին տարիներին դժվար էր, բայց ստացվեց։ Նա ուշադիր նայեց ինձ, առանց թշնամանքի, հետաքրքրությամբ։ Իսկ ինձ նա ասում է, որ կանանց համար բիզնեսում դժվար է, որ ավելի լավ է ընտանիք, երեխաներ, իսկ դուք։ Իսկ ես համատեղեցի։ Իհարկե, դժվար է այսպես և այնպես։ Ընտրում ես, թե որի հետ ավելի դժվար է ապրել։ Սոնան գլխով արեց։ Ռաֆայելը դուրս եկավ վերելակից։ Տեսավ մեզ, խոժոռվեց։ Սոնա, գնանք, ուշանում ենք բժշկից։ Գալիս եմ, ասաց նա։ Ես գնալուց առաջ հանգիստ ավելացրեցի. հաջողություն ձեզ։ Եվ ձեզ, Նարինե, այլևս չխոսեցինք։ 1 տարի անց Վեկտոր Կոնսալտը դուրս եկավ 5-րդ հարկից։ Արամը ասաց. փակվել են, ճգնաժամ, չեն կարողացել հաղթահարել նույնիսկ 420,000 վարձավճարը։ Ռաֆայելը բացեց նոր գործակալություն, արդեն առանց համայնապատկերային տեսարանի։ Վարձակալում է 40 քառակուսի, քաղաքի այլ թաղամասում, ավելի էժան։ Ես երբեմն նամակներ եմ ստանում նրանից կորպորատիվ փոստին, ոչ անձնական, գործնական։ Առաջարկում է խորհրդատվության ծառայություններ մեր վարձակալներին, ծախսերի օպտիմիզացում, արդյունավետության աճ։ Ես փոխանցում եմ գնումների բաժին, ոչ մի անձնական թշնամանք, ոչ մի վրեժ, պարզապես բիզնես։ Մի անգամ մեր բիզնես կենտրոնի կորպորատիվում նա մոտեցավ ինձ։ Կորպորատիվը բոլոր վարձակալների համար էր, ֆուրշետ,
երաժշտություն, ոչ բարձր։ Նարինե, ասաց նա, առանց հեգնանքի, պարզապես, կարող եմ ասել, ասա։ Ես այն ժամանակ 12 տարի առաջ հիմար էի, կարծում էի հաջողությունը այն է, երբ կողքիդ մուսա է, և պարզվեց հակառակը։ Ներիր, եթե վիրավորել եմ։ Ես նայեցի նրան, 50-անց տղամարդ, հոգնած, ոչ չար, պարզապես մարդ, ով ինչ-որ բան հասկացել է չափազանց ուշ։ Շնորհակալություն, Ռաֆայել, ասեցի ես, ներողությունները ընդունված են, վաղուց։ Նա գլխով արեց, վերցրեց ջրի բաժակը, իսկ դու փոխվել ես, ոչ արտաքինից, ներսից, հանգիստ ես դարձել, կյանքը սովորեցրեց, պատասխանեցի ես։ Բախտավոր են քո վարձակալները, այդպիսի վարձատույով։ Եվ ես բախտավոր եմ գործով, որը սիրում եմ։ Մենք լռեցինք։ Հետո նա գնաց իր ընկերության մոտ, ես իմ ինժեներների մոտ։ Այլևս անձնական խոսակցություններ չեղան։ Հիմա, 12 տարի անց, հասկանում եմ, նրա արմունկներդ ես կրծում արտահայտությունը ոչ թե իմ մասին էր, այլ հենց իր մասին էր։ Նա վախենում էր, որ ես կտառապեմ, որովհետև ինքը կտառապեր իմ տեղում։ Իսկ ես չէի տառապում, ես աշխատում էի, զայրանում էի, այո, բայց զայրույթը լավ վառելիք է, եթե ճիշտ ուղղես այն, ոչ վրեժի, շինարարության։ Այսօր ես ունեմ 3 բիզնես կենտրոն, 180 աշխատակից, նախագծեր 5 քաղաքում։ Ես միլիարդատեր չեմ, բայց ես ազատ եմ, ֆինանսապես, հուզականորեն։ Ժամանակը բավարարում է և աշխատանքի, և կյանքի համար։ Ռաֆայելը երբեմն հայտնվում է գործարար թաղամասի նորություններում։ Նոր գործակալություն, նոր ծառայություն, հետո լռություն, հետո նորից նոր։ Նա փնտրում է, իսկ ես կառուցում եմ։ Մենք ընկերներ չենք, սակայն թշնամիներ էլ չենք։ Մենք պարզապես ընդհանուր անցյալից մարդիկ ենք։ Երեկ նա նորից էր եկել, սպասում էր հաճախորդի, տեսավ ինձ, մոտեցավ։ Նարինե, բարև։ Բարև, Ռաֆայել, ինչպե՞ս են գործերը։ Նորմալ, աշխատում եմ, իսկ քոնը։ Նույնպես աշխատում եմ, ժպտաց նա, առանց համայնապատկերի, բայց աշխատում եմ։ Գլխավորը պատուհանիս տեսարանը չէ, ասացի ես, գլխավորը այն է, ինչ անում ես պատուհանի հետևում։ Նա գլխով արեց, համաձայնվեց։ Լավ, վազում եմ, հաջողություն քեզ, Նարինե, և քեզ, Ռաֆայել։ Նա գնաց։ Ես մնացի, ավարտեցի թեյը, բացեցի նոր բանակ, պայմանագրերով։ Անցյալը չի ցավում, անցյալը պարզապես փորձ է, երբեմն դառը, երբեմն օգտակար։ Իսկ կյանքը այն է, երբ դու կառուցում ես այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը ասում է քեզ, դու ոչինչ չարժես, և կառուցում ես ոչ թե որպեսզի ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցես, այլ ինքդ քո համար։ Ահա ամբողջ պատմությունը, առանց դրամայի, պարզապես կին, ով ամուսնալուծությունից հետո չկոտրվեց, այլ հավաքվեց և կառուցեց։ Տղամարդը, ով կարծում էր, որ նա մոխրագույն մուկ է, հիմա վարձակալում է նրանից գրասենյակ։ Կամ չի վարձակալում, դա արդեն կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ես չեմ կծում արմունկներս, ես սեղմում եմ գործընկերների ձեռքերը և ստորագրում եմ պայմանագրեր իմ ձեռքով։ Բիզնես կենտրոնի B մասնաշենքը համայնապատկերային հարկ 200 քառակուսի, հենց այն է, որը այդպես էլ չհասավ Ռաֆայելին։ Նա 5 տարի վարձակալում էր 40 քառակուսի այլ թաղամասում, հետո փակեց գործակալությունը։ Հիմա աշխատում է վարձու խորհրդատու, խոշոր ընկերությունում, գալիս է մեզ մոտ կենտրոն, հաճախորդների հետ հանդիպումների, վարձակալում է բանակցությունների սենյակ, 1 ժամով, վճարում է գնացուցակով։ Մենք տեսնելիս չենք շփվում, պարզապես գլխով ենք անում միմյանց։ Ինչպես գլխով են անում մարդիկ, որոնք ունեն ընդհանուր անցյալ, բայց չունեն ընդհանուր ներկա։ Երեկ նա ինքը մոտեցավ ինձ, առանց առիթի։ Ես դուրս էի գալիս վերելակից։ Նա մտնում էր, ձեռքերին փաստաթղթերի փաթեթ էր, քունքերին ալեհերություն, բաճկոնն արդեն ոչ թե նոր էր, այլ հին։ Նարինե, ասաց նա, 1 րոպե։ Ես նայեցի ժամացույցին, խորհրդակցությանը 10 րոպե էր մնացել։ Ասա, ուզում էի ներողություն խնդրել, ևս մեկ անգամ, նորմալ, առանց վկաների, այդ խոսքերի համար։
մոխրագույն մկան, բորշի և ճահճի մասին։ Ես սխալ էի և հիմար։ Ես գլխով արեցի, ոչ զարմացած, պարզապես ընդունեցի։ Շնորհակալություն, Ռաֆայել, ներողությունները լսեցի։ Դու այն ժամանակ ոչինչ չպատասխանեցիր, միայն պայմանագիր ցույց տվիր։ Ես երկար էի մտածում, թե ինչու։ Կարող էի սկանդալ անել։ Ես քեզ թողեցի գոռալ, իսկ դու պայմանագիր։ Ինչ գոռալ։ Ուսերովս շարժեցի։ Դու գնացիր, ես մնացի։ Յուրաքանչյուրը զբաղվեց իր կյանքով։ Ինչու գոռալ։ Նա ուշադիր նայեց ինձ։ Գիտես, ես կարծում էի, որ դու ատում ես ինձ։ Սպասում էիր հանդիպմանը, վրեժ լուծելու համար, ցույց տալու, թե ով ում թողեց։ Չէի սպասում, ազնվորեն, պատասխանեցի ես։ Ես ընդհանրապես չէի հիշում քեզ։ Մինչև այն հանդիպումը, երբ այսքան տարի հետո կրկին քեզ տեսա։ Ռաֆայելը դառնորեն ժպտաց և ասաց. Իսկ ես կարծում էի, որ ատելությունը շարժիչ է։ Ինձ համար այդպես էր։ Երկրորդ կնոջ հետ ամուսնալուծությունից հետո ես բոլորին ապացուցում էի, որ կարող եմ։ Փորձում էի ապացուցել քեզ և ապացուցում էի ինքս ինձ։ Իսկ ես չէի ապացուցում, ասացի ես։ Ես կառուցում էի տարբեր բաներ։ Նա գլխով արեց, լռեց։ Քեզ մոտ ստացվեց։ Կենտրոնը քոնն է, ստուդիան աճում է։ Ես տեսա, դուք դե մասնաշենքը սկսել եք։ Սկսել ենք, հաստատեցի ես։ Հանձնում ենք 1 տարուց։ Բախտավոր ես, ասաց նա, սովորական արտահայտություն։ Ես գլուխս շարժեցի։ Բախտավոր լինելը վիճակախաղում շահելն է, իսկ սա աշխատանք է։ 12 տարի, օրական, 12 ժամ, վարկեր, անքուն գիշերներ, սխալներ։ Դու հիշում ես, թե ինչպես էի սկսում։ Մենակ, նոթբուքով խոհանոցում։ Ռաֆայելը իջեցրեց աչքերը։ Հիշում էր։ Նա գնում էր թողնելով ինձ այդ վարկերը։ Հիշում եմ, ասաց հանգիստ։ Ներիր ևս 1 անգամ։ Ներեցի, պատասխանեցի ես։ Վաղուց զայրույթը ծանր բեռ է։ Ես այն դեն նետեցի 10 տարի առաջ։ Ավելի հեշտ դարձավ շնչել։ Այդ պահին վերելակից դուրս եկավ իմ տեղակալ Մարիամը։ Նարինե Վարդանյան, ներդրողները հավաքվել են, սպասում են։ Գալիս եմ, ասացի ես, նայեցի Ռաֆայելին։ Հաջողություն քեզ։ Եվ քեզ, Նարինե, հաջողություն, դե մասնաշենքի հարցում։ Նա հեռացավ, բազմոցի մոտ, նստեց հանեց հեռախոսը, իսկ ես գնացի խորհրդակցության, այլևս խոսելու բան չկար, ամեն ինչ ասված էր 12 տարի առաջ, և հիմա, 1 ամիս անց, ես պատահաբար տեսա նրա կնոջը, Սոնային, երրորդին, հենց այն 15 տարով երիտասարդին։ Նա մտավ մեր կենտրոնի առաջին հարկի սրճարան, մանկասայլակով։ Ռաֆայելի կրտսեր որդին հիմա 6 տարեկան է։ Նա ճանաչեց ինձ, մոտեցավ. Նարինե, բարև ձեզ, կարող եմ։ Կարող եք, Սոնա։ Մենք նստեցինք սեղանի շուրջ։ Նա պատվիրեց կապուչինո, ես ջուր։ Ռաֆայելը վերջերս շատ է պատմում ձեր մասին, ասաց նա։ Չի պարծենում, պարզապես պատմում է, ինչպես եք աշխատել ամուսնալուծությունից հետո, ինչպես նա գնաց, ինչպես դուք չկոտրվեցիք։ Պատմում է, զարմացա ես։ Նա նախկինում միայն իր մասին էր խոսում։ Այո, ասում է, հիմա է միայն հասկացել, որ ուժը ոչ թե գեղեցիկ գնալն է արծվի մասին խոսքով, ուժը մնալը ու ամեն ինչ ինքդ բարձրացնելն է։ Ես լռեցի։ Հաճելի է լսել, բայց պետք չէ։ Ինչպես են ձեր գործերը, հարցրի ես։ Սոնան հոգոց հանեց։ Նորմալ, դժվար է։ Ռաֆայելը հիմա աշխատավարձով է։ Հիփոթեք, 2 երեխա, կրտսերը մանկապարտեզ է գնում։ Նա նյարդայնանում է, ասում է 58 տարեկանում նորից սկսելը վախեցնող է։ Վախեցնող է ցանկացած տարիքում, պատասխանեցի ես։ Ես 40-ում էի սկսում, նույնպես վախենում էի։ Իսկ դուք չեք վախենում, դե մասնաշենքը, ասում են մեծ նախագիծ է։ Վախենում եմ, ազնվորեն ասացի ես։ Ամեն նոր նախագիծ վախ է, հետո աշխատանք։ Վախը անցնում է, երբ անում ես։ Սոնան գլխով արեց, նայեց մանկասալյակի մեջ գտնվող որդուն։ Ռաֆայելը ափսոսում է, որ այն ժամանակ այդպես վարվեց ձեզ հետ։ Դասեր բոլորը ստանում են, ասացի ես։ Հարցն այն է, ով ինչ է դուրս բերել։
Նա ավարտեց սուրճը, վեր կացավ. «Շնորհակալություն, Նարինե, զրույցի համար»։ Ռաֆայելը խնդրել էր չմոտենալ, բայց ես ինքս ուզում էի ասել շնորհակալություն, որ վրեժ չեք լուծել, չեք խեղդում նրան։ Եթե նա լիներ ձեր տեղում, հաստատ այլ կերպ կվարվեր։ Ես վրեժ չեմ լուծում, Սոնա, դա շահավետ չէ, շատ էներգիա է խլում, իսկ ինձ այն պետք է շինարարության համար։ Նա առաջին անգամ ժպտաց զրույցի ընթացքում։ Հասկանում եմ, հաջողություն ձեզ։ Եվ ձեզ, երեխաների հետ միասին։ Սոնան գնաց, ես ավարտեցի ջուրը, այլևս չհանդիպեցինք, դե մասնաշենքը հանձնեցին 1 տարի անց, բացումը առանց պաթոսի էր։ Ժապավենը կտրեցի ես, Մարիամը և շինարարների բրիգադիրը, հորեղբայր Վահանը։ Նա ինձ հետ էր առաջին օբյեկտից։ Ասում է. «Նարինե Վարդանյան, դուք երկաթե եք, որովհետև կարծես թե երբեք ոչնչից չեք հոգնում»։ Հոգնում եմ, իհարկե հոգնում եմ, 52-ում ավելի արագ ես հոգնում, քան 40-ում, բայց ավելի շատ ես հասկանում, ինչն է կարևոր, ինչը ոչ։ Ռաֆայելը եկել էր բացմանը, ոչ որպես հյուր, որպես հարևան շենքի վարձակալ։ Բերել էր հաճախորդ, ցույց տալու պրեմիում կլաս։ Կանգնել էր մուտքի մոտ և նայել Արխիլյան ցուցանակին։ Գլխով արեց ինձ հեռվից։ Ես գլխով արեցի ի պատասխան։ Բացումից հետո ինձ մոտեցավ նրա հաճախորդը, երիտասարդ տղա, մոտ 30 տարեկան։ Ճի՞շտ է, որ դուք սկսել եք մենակ ամուսնալուծությունից հետո։ Ճիշտ է, պատասխանեցի ես։ Ռաֆայելը պատմեց, ասում է, դուք նրան օրինակ եք, որ կարելի է ամեն ինչ զրոյից։ Ես նայեցի Ռաֆայելին, նա կանգնած էր մի կողմում և ձևացնում էր, թե հեռախոսին է նայում։ Ականջները կարմրել էին։ Ամաչում է, այն 12 տարվա վաղեմության խոսքերի համար։ Օրինակ լինել չէի ուզում, ասացի տղային, պարզապես ելք չկար, կամ կոտրվել, կամ աշխատել։ Ես ընտրեցի աշխատանքը։ Տղան գլխով արեց, հետո ստորագրեց 80 քառակուսի վարձակալության պայմանագիր, համայնապատկերայինից, ներքևի հարկում, առանց պոնտերի, գործով։ Ռաֆայելը այլևս չմոտեցավ, բայց Անին ընդունարանում ասաց, որ նա հիմա բերում է հաճախորդներ և ասում է. «Նայեք ինչպիսի կենտրոն է, այստեղ վարձատուն մասնագետ է, ինքը ճարտարապետ։ Ամեն ինչ մտածված է, չի գովում ինձ, գովում է կենտրոնը, բայց ես լսում եմ»։ Անցավ ևս 3 տարի։ Ես դարձա 55, Ռաֆայելը 61։ Ես նամակ ստացա, թղթե, ծրարով, նրա ձեռագիրը, կարճ, Նարինե, գրում եմ, որովհետև այսպես ավելի ճիշտ է, թղթի վրա, ես գնում եմ թոշակի։ Ընկերությունը առաջարկեց, ես համաձայնեցի։ Ուժ չկա արդեն վազել հանդիպումներից հետո։ Ուզում էի ասել շնորհակալություն դասի համար, որ այն ժամանակ չկործանեցիր, որ ցույց տվիր կարելի է ապրել հետո։ Ես շատ սխալվեցի։ Քեզ հետ, կանանց հետ, ինքս ինձ հետ, ուշ հասկացա, որ մուսան ոչ թե կին է, ոչ թե ծափ է տալիս, մուսան գործ է, որ քեզ առավոտյան բարձրացնում է, քեզ մոտ այն կար, ինձ մոտ ոչ։ Ցանկանում եմ քեզ առողջություն և դե մասնաշենքին լիքը վարձակալներ, Ռաֆայել։ Ես 2 անգամ կարդացի նամակը, ծալեցի դրեցի սեղանի դարակում, այլ թղթերի հետ, ոչ հիշատակի, պարզապես թղթերի հետ։ Պատասխան գրել չցանկացա։ Ինչ գրել, շնորհակալություն և քեզ առողջություն, թե ասել ներեցի։ Բայց այդ խոսքերը արդեն ասել եմ։ Կյանքը հաջողեց։ Այն յուրաքանչյուրի մոտ իրենն է։ Փոխարենը զանգեցի բարեգործական հիմնադրամին, որի հետ համագործակցում ենք։ Ասացի. «Տղերք, կա տղամարդ, 61 տարեկան, խորհրդատու, մեծ փորձ, փնտրում է, թե ինչով զբաղվի թոշակի ժամանակ։ Գուցե կամավորություն առաջարկեք։ Մարդկանց խորհրդատվություն է պետք»։ Նրանք վերցրին նրան։ Անվճար խորհրդատվություն է տալիս փոքր բիզնեսին, սկսնակներին, նրանց, ովքեր ևս 40-ում նոթբուքով և վախով են։ Կես տարի անց Մարիամը ասաց. «Նարինե Վարդանյան, ձեզ մոտ տղամարդ է, Ռաֆայել, ասում է, եկել է անձնականով, ոչ թե աշխատանքով»։ Ես դուրս եկա ընդունարան, նա նիհարել էր, նոր ակնոցներ, ձեռքերին պանակ։ «Նարինե, բարև, չխանգարեցի», ասաց Ռաֆայելը։
Ասա, Ռաֆայել, նա բացեց բանակը, այնտեղ տպվածքներ էին։ Սա հաշվետվություն է կամավորության կես տարվա համար, 23 մարդ եմ խորհրդատվություն տվել, 3-ը բացել են գործ, մեկը ճարտարապետական բյուրո, փոքր, ասում է ոգեշնչվել է քո պատմությունից։ Ես պատմել եմ նրան, առանց մանրամասների, պարզապես կին ամուսնալուծությունից հետո բարձրացել է։ Ես վերցրեցի տպվածքները, նայեցի, լավ աշխատանք է, Ռաֆայել։ Շնորհակալություն, ասաց նա, գիտես, ես հասկացա, 12 տարի առաջ ես գնացի փնտրելու արծվի համար տարածություն, իսկ գտա միայն դատարկություն, իսկ դու մնացիր ճահճում և կառուցեցիր դրանից հող, տուն, կենտրոն, կյանք։ Ես գլխով արեցի։ Յուրաքանչյուրը կառուցում է այն, ինչ ունի։ Նա լռեց, հետո ասաց. Ես այլևս չեմ մոտենա, խոստանում եմ, պարզապես ուզում էի, որ իմանաս, ես ամեն ինչ հասկացա, ուշ, բայց հասկացա։ Լավ, Ռաֆայել, պատասխանեցի ես, գնա աշխատիր, մարդկանց օգնիր, դա ավելի օգտակար է, քան արմունկները կծելը։ Նա ժպտաց, առաջին անգամ, բոլոր տարիների ընթացքում, առանց գիշատիչ ժպիտի, պարզապես հոգնած ու ազնիվ։ Ցտեսություն, Նարինե, ցտեսություն, Ռաֆայել։ Նա գնաց, այլևս չտեսա նրան։ Ես հիմա 58 տարեկան եմ, Ռաֆայելը 64, եթե կենդանի է, չգիտեմ, չեմ հետաքրքրվել, ոչ զայրույթից, պարզապես իմ կյանքը լի է։ Ես ունեմ 3 բիզնես կենտրոն, 240 աշխատակից, նախագծեր 7 քաղաքում, դուստրս ամուսնացել է, որդիս ավարտել է ճարտարապետականը, գալիս է ինձ մոտ պրակտիկայի, ասում է. «Մամ, ես հպարտանում եմ քեզնով», իսկ ես հպարտանում եմ նրանով։ Երեկ ինձ մոտ եկավ մի երիտասարդ աղջիկ, մոտ 25 տարեկան, բանակով, ինչպես ինձ մոտ ժամանակին. Նարինե Վարդանյան, ես Անահիտն եմ, սկսնակ ճարտարապետ, ամուսինս գնաց կես տարի առաջ, ասաց, որ ես ոչնչի չեմ հասնի, իսկ ես կարդացել եմ ձեր պատմությունը, Դելովոյ կվարտալ, ամսագրում, կարող եմ ձեզ մոտ պրակտիկա խնդրել, անվճար, գոնե սուրճ տանել։ Ես նայեցի նրան, աչքերը նույնն էին, ինչպես իմը 12 տարի առաջ, վախեցած ու զայրացած միաժամանակ։ Սուրճը մեզ մոտ մեքենա է պատրաստում, Անահիտ, ասացի ես, իսկ գծագրերը գնանք, ցույց տամ, բայց պայման ունեմ, աշխատում ես բոլորի հետ հավասար, և ոչ մի, ես զոհ եմ, դու ճարտարապետ ես։ Նա գլխով արեց, աչքերը փայլեցին, շնորհակալություն, ես տարա նրան բաժին, ծանոթացրի Մարիամի հետ, սովորեցրեք և ամեն օր հիշեցրեք նրան, որ արմունկները չեն կծում, ձեռքերը աշխատում են։ Երեկոյան նստած էի աշխատասենյակում, 8-րդ հարկում, նայում էի քաղաքին, անձրևը նորից, ինչպես 12 տարի առաջ, երբ հանդիպեցի Ռաֆայելին։ Հեռախոսը զանգեց, հաղորդագրություն Անահիտից. Նարինե Վարդանյան, շնորհակալություն, առաջին անգամ, կես տարվա ընթացքում քնեցի առանց արցունքների, վաղը կգամ բոլորից շուտ։ Ես ժպտացի և պատասխան գրեցի. լավ արեցիր, և հիշիր, ոչ ոք չգիտի, թե ինչ արժես դու, բացի քեզանից, և այն էլ միայն այն բանից հետո, երբ անես։ Հեռախոսը դրեցի մի կողմ, փակեցի պայմանագրի պանակը։ Պատմությունը Ռաֆայելի հետ ավարտված է։ Կետ, առանց բազմակետի, առանց ինչ կլինի, եթե, առանց շարունակելի է։ Նա 12 տարի առաջ ասաց. «Դե ինչ, արմունկներդ ես կծում»։ Ես ցույց տվի նրան վարձակալության պայմանագիրը, իսկ հետո ապրեցի այդ 12 տարիներին այնպես, որ արմունկները կծելու ժամանակ չկար։ Նա փնտրում էր մուսա, ես դարձա գործ, նա փնտրում էր տարածություն արծվի համար, ես կառուցեցի հող մարդկանց համար։ Նա կարծում էր, որ ես կկոտրվեմ, ես հավաքվեցի։ Եվ սա վերջնական պատասխանն է, առանց խոսքերի, առանց մեղադրանքների, առանց հաղթանակի, պարզապես փաստ։ Նա գնաց, ասելով, որ ես ոչինչ եմ, իսկ ես մնացի և ապացուցեցի բոլորին և ինքս ինձ, որ ես ամեն ինչ եմ։